Բարի երեկո, ողջունում եմ իմ բոլոր հետևորդներին։ Մեր դասի վերնագիրն է մատրիցայի հիմքերը և մարդու բազմաշերտ կառուցվածքը։ Որն է նպատակը մեր։ Ես ուզում եմ, որպեսզի մենք միասին ուսումնասիրենք իրականության կառուցվածքի տարբեր հոգևոր և փիլիսոփայական մասերը, կամ տեսնենք, թե ինչպես ենք կարողանում հոգևոր և փիլիսոփայորեն հասկանալ, պատկերացնել մարդու բազմաշերտ տեսակը, մարդու բազմաչափ էությունը և հոգու, մարմնի և աստվածային հոգու փոխհարաբերությունները, ու ընդհանրապես, եթե մինչև հիմա մենք սովորել ենք, որ մարդը կազմված է սիրտ, թոք, ոսկոր, արյունային համակարգ, ներվային համակարգ և այլն, հիմա ոնց որ լսում ենք, թե մարդը ավելի բազմաշերտ է ու ավելի տարբեր ուրիշ մարմիններ ունի, որից որ շատերը զարմանում են ու ասենք չեն կարողանում հասկանալ, թե ընդհանրապես ինչ է այս ամեն ինչը, ինչ որ արդեն մի քանի տարի է մենք լսում ենք ու ոնց որ թե դրա մեջ ենք, բոլորս ոնց որ թե ապրում ենք հենց այդպես։ Ուրեմն մեր նպատակն է որևէ գաղափարի կուրորեն չհավատալ, կարևոր է ինքնուրույն սովորել, դիտարկել, զգալ, հարցեր տալ և սեփական փորձով հասկանալ տվյալ գիտելիքը ինչպես է արձագանքում մեր ներսում։ Ու այս դասի ավարտին դուք հնարավորություն կունենաք ընդհանուր պատկերացում ունենալ ինչ է մատրիցան, ինչպես է մարդը փոխազդում իրականության հետ, ինչ տարբերություն կա մարմնի, հոգու և հոգևոր սկզբի միջև, ինչ են մարդու 7 նուրբ մարմինները և ինչպես կարելի է զգալ սեփական էներգետիկ սահմանները։ Հիմա եկեք սկսենք հենց մատրիցայից։ Ինչ է մատրիցան։ Մատրիցա բառը նշանակում է կառուցվածք, հիմք կամ համակարգ, որի ներսում ինչ-որ բան ձևավորվում է և զարգանում է։ Հոգևոր ուսմունքներում մատրիցային անվանում այն ընդհանուր համակարգը, որի ներսում մենք ապրում ենք։ Այն ներառում է ֆիզիկական աշխարհը, ժամանակն ու տարածությունը, հասարակական կանոնները, ընտանեկան և տոհմային ծրագրերը, մշակութային պատկերացումները, մարդկանց համոզմունքներն ու վախերը, հավաքական գիտակցությունը, տեղեկատվական և էներգետիկ դաշտերը։ Մենք ծնվում ենք արդեն գոյություն ունեցող համակարգի մեջ։ Մինչև մեր ծնունդը ձևավորված են եղել լեզուն, կրոնը, մշակույթը, հասարակության կանոնները, ընտանիքի պատկերացումները և ընդունված վարքագծային ձևերը։ Երեխան աշխարհ է գալիս բաց ընկալմամբ, սակայն աստիճանաբար սկսում է յուրացնել շրջապատի ծրագրերը։ Նրան ասում են սա կարելի է, սա չի կարելի, այդպես ճիշտ չէ, մարդիկ բա ինչ կասեն, դու պետք է այսպիսին լինես, դա վտանգավոր է, դու չես կարող և այսպես շարունակ, ու այս արտահայտությունները ժամանակի ընթացքում կարող են դառնալ մարդու ներքին ձայնը։ Արդյունքում մարդը երբեմն այլևս չի հասկանում իր ցանկությունն է լսում, թե իրեն փոխանցված ծրագրերն են, որն է ամենաճիշտը։ Մատրիցան ինքնին պարտադիր չէ դիտարկել որպես թշնամի կամ, ինչպես շատերն են ասում, բանտ։ Այն նաև փորձառության հարթակ է։ Համակարգի ներսում մենք սովորում ենք ընտրել, ճանաչել ինքներս մեզ,
տարբերել մեր իրական ձայնը արտաքին ազդեցություններից ու գիտակցաբար ստեղծել մեր կյանքը։ Ու խնդիրը ոչ թե համակարգի գոյությունն է, այլ այն, թե որքանով ենք մենք գիտակցում դրա ազդեցությունը։ Օրինակ, մարդը կարող է տարիներ շարունակ աշխատել մի մասնագիտությամբ, որը չի սիրում, միայն այն պատճառով, որ ընտանիքում նրան սովորեցրել են։ Կարևորը կայուն աշխատանք ունենալն է։ Նա կարող է նույնիսկ չհասկանալ, որ իր հոգին ցանկանում է ստեղծագործել, դասավանդել կամ զբաղվել մեկ այլ գործով։ Արտաքին ծրագիրն այնքան ուժեղ է լինում, որ մարդն ընդունում է որպես այս ամեն ինչը սեփական որոշում։ Գիտակցությունը սկսում է այն պահին, երբ մարդն իրեն հարցնում է. արդյոք սա իմ ընտրությունն է։ Ու իմ կարծիքով շատերիդ մոտ է սա սկսվել եւ շատերիդ մոտ է այս հարցը բարձրացել, հենց այստեղից էլ սկսվել է ինքնաճանաչումը։ Հիմա եկեք դիտարկենք, թե ինչպես է ստեղծվում անհատական մատրիցան։ Յուրաքանչյուր մարդ ունի ոչ միայն ընդհանուր իրականություն, այլև իր անհատական մատրիցան։ Այն ձևավորվում է մանկության փորձից, ծնողների խոսքից և վարքից, տոհմային պատմություններից, հոգեբանական վերքերից, կրկնվող զգացմունքներից, հուզմունքներից և կյանքի ընթացքում կատարած ընտրություններից։ Օրինակ, եթե երեխան հաճախ լսել է, որ փողը դժվարությամբ է գալիս, նրա ներսում կարող է ձևավորվել համոզմունք. գումար ունենալու համար պետք է անընդհատ տառապել։ Հետագայում նա կարող է աշխատել չափազանց շատ, չկարողանալ ընդունել հեշտությամբ եկող հնարավորությունները կամ մեղավոր զգալ սեփական բարեկեցության համար։ Այսպիսով, մարդու ներքին համոզմունքները սկսում են ազդել նրա ընկալման, որոշումների, վարքագծի վրա։ Մենք միշտ չէ, որ անմիջականորեն ստեղծում ենք յուրաքանչյուր իրադարձություն, սակայն մեր համոզմունքները մեծապես որոշում են, թե ինչ ենք նկատում, ինչպես ենք մեկնաբանում կատարածը, ինչ ընտրություն ենք կատարում, ինչպիսի մարդկանց և իրավիճակների մեջ ենք կրկին մենք հայտնվում։ Ներքին ծրագիրը փոխելիս աստիճանաբար փոխվում է նաև մեր արձագանքներն ու կյանքի ընտրությունը։ Ահա այսպես ձևավորվում է մեր իրականությունը և հիմա եկեք միասին նայենք, տեսնենք, թե ովքեր ենք մենք իրականում։ Մարդը միայն ֆիզիկական մարմին չէ։ Մենք ունենք անուն, տարիք, մասնագիտություն, սոցիալական դերեր և կենսագրություն։ Բայց արդյոք սա մեր ամբողջ էությունն է։ Եկեք փորձենք մի պահ դիտարկել մեր մտքերը կամ ձեր։ Դուք տեսնում եք, որ մտքերը գալիս են և անցնում են։ Եթե կարողանում եք դիտել ձեր մտքերը, նշանակում է դուք միայն այդ մտքերը չեք։ Դուք կարող եք զգալ տխրություն, զայրույթ կամ վախ, բայց զգացմունքները նույնպես փոխվում են։ Եթե կարողանում եք նկատել ձեր զգացմունքը, ուրեմն ձեր ներսում կա այն դիտարկող գիտակցությունը, որը ավելի լայն է, քան տվյալ զգացմունքը։ Մարմինը նույնպես անընդհատ փոխվում է։ Մանկության մարմինը և այսօրվա մարմինը նույնը չեն, սակայն ձեր ներսում պահպանվում է ես կամ
ես գոյություն ունեմ զգացումը։ Հոգևոր ընկալմամբ մարդը բազմաշերտ գիտակցական էակ է, որը ժամանակավորապես մարմնավորել է ֆիզիկական աշխարհում, փորձ ձեռք բերելու, զարգանալու և ստեղծագործելու համար։ Մենք միաժամանակ ապրում ենք մարմնի միջոցով, զգում ենք հոգու միջոցով, մտածում ենք մտքի միջոցով և գիտակցում ենք մեր հոգևոր սկզբունքի միջոցով։ Մարդու ճանապարհը արտաքին աշխարհից փախչելը չէ։ Ճանապարհը հոգևոր գիտակցությունն ու ֆիզիկական կյանքը միավորելն է։ Մենք այստեղ ենք ոչ միայն բարձր գաղափարների մասին խոսելու, այլև մարմնի մասին հոգ տանելու, հարաբերություններ կառուցելու, ստեղծագործելու, աշխատելու, կրթական աշխարհում գործելու, մեր գիտակցությունը իրական քայլերի վերլուծելու համար։ Ուրեմն որոշ հոգևոր և փիլիսոփայական շրջանակներում օգտագործվում է մի փոխաբերություն, որը նկարագրում է այն վիճակը, երբ մարդը ապրում է ավտոմատ կերպով և չի գիտակցում իր ընտրությունները։ Այսպիսի վիճակում մարդը կարող է կրկնել հասարակության պատրաստի կարծիքները, գործել միայն սովորության համաձայն, չհարցնել ինչու է այսպես ապրում, մշտապես արձագանքել նույն ձևով, պատասխանատվությունը թողնել ուրիշների վրա կամ անընդհատ ասել, որ ուրիշներն են մեղավոր և միշտ վախենալ սեփական ընտրությունից։ Սակայն կարևոր է հասկանալ, որ մարդկանց պետք չէ ստորադասել, նրանց անհոգ և պակաս արժեքավոր լինելու համար ուղղակի պետք է թողնել, որպեսզի նրանք ունենան ազատ ընտրության հնարավորություն։ Մենք չենք կարող վստահորեն որոշել մեկ այլ մարդու ներքին էությունը կամ գիտակցության մակարդակը։ Յուրաքանչյուր մարդ կարող է կյանքի որոշ ոլորտներում լինել գիտակից, իսկ մյուսներում ուղղակի գործել ավտոմատ ծրագրերով։ Ու մենք բոլորս երբեմն հայտնվում ենք այդ ավտոպիլոտի վրա։ Օրինակ, մարդը կարող է ամեն առավոտ արթնանալ, գնալ աշխատանքի, վերադառնալ տուն, դիտել հեռուստացույց և քնել։ Ու տարիներ շարունակ իրեն չհարցնելով, թե ես երջանիկ եմ արդյոք այս կյանքում, այսպես շարունակել ապրել։ Հիմա մենք փորձում ենք ինքներս մեզ հարցնել, որտեղ եմ ես գործում ավտոմատ, որտեղ եմ կրկնում ուրիշների ծրագրերը, որտեղ եմ վախենում սեփական որոշումից, որտեղ եմ ես իսկապես ներկա իմ կյանքում, որտեղ ես իրոք գոյություն ունեմ։ Ու գիտակցված մարդը այն մարդը չէ, ով իրեն մյուսներից բարձր է համարում։ Գիտակցված մարդը նկատում է իր ծրագրերը և պատրաստ է պատասխանատվություն վերցնել իր ընտրությունների համար։ Հիմա եկեք խոսենք մարմին, հոգի և աստվածային հոգու մասին։ Հոգևոր տարբեր ավանդույթներ այս հասկացությունը տարբեր կերպ են բացատրում։ Մենք կփորձենք դիտարկել մարդուն որպես էություն երեք փոխկապակցված մակարդակների վրա։ Հիմա եկեք սկսենք ֆիզիկական մարմնից։ Ֆիզիկական մարմինը մեր նյութական կրողն է։ Նրա միջոցով մենք ապրում ենք ֆիզիկական աշխարհում։ Մարմնի միջոցով մենք շարժվում ենք, շոշափում ենք, տեսնում և լսում ենք, զգում ենք հաճույքն ու ցավը,
իրականացնում ենք մեր մտադրությունները, նյութականացնում ենք մեր գաղափարները։ Առանց մարմնի նույնիսկ ամենագեղեցիկ գաղափարը չի կարող գործ դառնալ։ Եթե ցանկանում ենք ստեղծել գիրք, մեզ անհրաժեշտ են ձեռքերը, աչքերը, ուղեղը և նյարդային համակարգը։ Եթե ցանկանում ենք օգնել մարդուն, ուրեմն պետք է խոսենք, լսենք, գործենք։ Հետևաբար մարմինը հոգևոր ճանապարհի խոչընդոտ չէ, այն մեր գործիքն է և գործընկերը։ Մարմինը հաճախ մեզ ազդանշաններ է տալիս, երբ որ մենք զգում ենք հոգնածություն, ցավ, լարվածություն, թեթևություն և ընդարձակման միջոցով հասկանում ենք, որ ինչ-որ ազդանշաններ են առաջանում։ Այս ազդանշանները պետք է լսել։ Բայց մարմնական ախտանիշները կարևոր է նաև գնահատել բժշկական տեսանկյունից և անհրաժեշտության դեպքում անպայման դիմել մասնագետի։ Նշանակում է, որ եթե մեր ֆիզիկական մարմինը հիվանդ է, արդեն հիվանդ է, ուրեմն բժշկական օգնությունը պարտադիր է և կարևոր։ Հիմա անցնենք հոգուն։ Հոգին կարելի է պատկերացնել որպես մարդու անհատական զգացող էություն։ Հոգու հետ հաճախ կապվում են խորքային ցանկությունները, արժեքները, կյանքի իմաստի որոնումը, սիրելու կարողությունը, ներքին ճանաչումը, ստեղծագործական ձգտումը, փորձառությունների կուտակումը։ Հոգին այն մասն է, որը ցանկանում է ոչ միայն գոյատևել, այլև ապրել իմաստավորված կյանքով։ Երբ մարդը երկար ժամանակ ապրում է իր ներքին ճշմարտությանը հակառակ, նա կարող է զգալ դատարկություն, նույնիսկ եթե արտաքինից ամեն ինչ հաջող է թվում։ Հոգու ձայնը հաճախ շատ հանգիստ է, այն չի ճնշում և չի վախեցնում։ Այն կարող է դրսևորվել որպես ներքին ձգտում, նուրբ զգացողություն, պարզ գիտակցում, ստեղծագործելու ցանկություն և ինչ-որ ուղղությամբ շարժվելու հանգիստ վստահություն։ Սակայն յուրաքանչյուր ուժեղ զգացողություն հոգու ուղերձ չէ։ Երբեմն մեր ձայնի տակ կարող է թաքնված լինել վախը, վնասվածքը կամ ցանկալի պատասխանը ստանալու ձգտումը։ Այդ պատճառով կարևոր են ինքնադիտարկումները, առողջ դատողությունն ու իրականության ստուգումը։ Հիմա եկեք խոսենք աստվածային հոգու մասին։ Աստվածային հոգին կարելի է հասկանալ որպես մարդու ներսում գործող բարձրագույն գիտակցական սկզբունք։ Այն մասը, որը կապված է Արարչի համընդանուր գիտակցության կամ կյանքի սկզբնաղբյուրի հետ։ Տարբեր ավանդույթներում այն կարող ենք անվանել աստվածային կայծ, մոնադա, բարձրագույն գիտակցություն, բարձրագույն ես, արարչական ներկայություն։ Այն կարելի է պատկերացնել ուրախ լույս, որը յուրաքանչյուր մարդու մեջ գոյություն ունի, բայց միշտ չէ, որ ամբողջությամբ արտահայտվում է նրա վարքի միջոցով։ Աստվածային հոգու հետ կապը չի նշանակում իրականությունից կտրվել կամ սեփական անձը բացառիկ համարել։ Ընդհակառակը, այդ կապը պետք է մարդուն դարձնի ավելի պատասխանատու, ազնիվ, կարեկից և գիտակից։ Այն կարելի է պատկերացնել որպես լույս։ Եթե մարդը ասում է, որ կապված է բարձրագույն ուժերի հետ, բայց նվաստացնում է ուրիշներին, խախտում նրանց սահմանները կամ հրաժարվում է պատասխանատվությունից, ապա անհրաժեշտ է
վերանայել, արդյոք նա իսկապես գործում է հոգևոր գիտակցությունից։ Այնպես որ խորհեք այս ամենի մասին, ես փորձում եմ հնարավորինս պարզ ու ավելի մատչելի փոխանցել այն իրականությունը, որի մեջ ես եմ, որը ես բացահայտել եմ ինձ համար, որը կիսվում եմ բոլորիդ հետ։ Հիմա եկեք դիտարկենք հոգու, մարմնի և հոգևոր սկզբի փոխազդեցությունը։ Եկեք պատկերացնենք մի երաժշտական գործիք ու ֆիզիկական մարմինը այդ գործիքն է։ Հոգին երաժիշտն է։ Աստվածային հոգին այն երաժշտության սկզբնաղբյուրն ու ներշնչանքն է։ Հենց այսպես կարող եք պատկերացնել, թե ինչպես են նրանք իրար հետ համագործակցում։ Եթե գործիքը վնասված է կամ լարված, երաժիշտը չի կարող լիարժեք նվագել։ Եթե երաժիշտը չի լսում ներշնչանքը, երաժշտությունը կարող է մեխանիկական դառնալ։ Եթե ներշնչանքը կա, բայց երաժիշտը չի տիրապետում գործիքին, այն նույնպես չի կարող ամբողջական կամ ամբողջությամբ արտահայտվել։ Մարդու ներդաշնակության համար անհրաժեշտ է, որ այս երեք մակարդակներն աշխատեն միասին։ Հուսով եմ, ամենալավ և պարզ ձևով փոխանցեցի հոգու, մարմնի և հոգևոր սկզբի փոխազդեցությունը։ Երբ մարմինը չի լսվում, մարդը կարող է անընդհատ աշխատել, չքնել, անտեսել ցավը և ասել. «Ես ուժեղ եմ, ինձ հանգիստ պետք չէ»։ Այստեղ հոգևոր գաղափարները կարող են օգտագործվել մարմնի իրական կարիքները չտեսնելու համար։ Երբ հոգին չի լսվում, մարդն արտաքինից կարող է ամեն ինչ ունենալ, բայց ապրել առանց ուրախության։ Նա կատարում է բոլոր պարտականությունները, սակայն չի զգում կյանքի իմաստը։ Եվ երբ հոգևոր գաղափարներն անջատվում են իրականությունից, մարդը կարող է միայն ներդիտարկում անել և սպասել, որ ամեն ինչ ինքն իրեն փոխվի, առանց որոշումներ ընդունելու կամ գործելու։ Իսկ ամբողջական մոտեցումը հետևյալն է. ես լսում եմ հոգուս ուղղությունը, հենվում եմ բարձրագույն արժեքների վրա։ Ահա այսպես համագործակցում են իրար հետ հոգին, մարմինը և հոգևոր արժեքները։ Հիմա եկեք խոսենք մարդու 7 նուրբ մարմինների մասին։ Արդեն այնքան շատ ենք խոսացել այս մասին, որ հուսով եմ ինչ-որ չափով պատկերացումներ ունեք։ Ես ուզում եմ հիմա ամեն մեկի մասին մի փոքր ընդհանուր տեղեկություն տալ, որպեսզի պարզ լինի։ 7 նուրբ մարմինների համակարգը պատկանում է էզոտերիկ և հոգևոր ավանդույթներին։ Այն գիտական, անատոմիական դասակարգում չէ, այլ մարդու փորձառության տարբեր մակարդակները հասկանալու խորհրդանշական մոդել է։ Այս մարմինները սովորաբար չեն դիտարկվում որպես միմյանցից ամբողջությամբ անջատ շերտեր։ Դրանք փոխազդում են և ազդում մարդու ընդհանուր վիճակի վրա։ Նորից սկսենք ֆիզիկական մարմնից։ Ֆիզիկական մարմինը ամենախիտ և տեսանելի մակարդակն է այս նուրբ շերտերում։ Այն ներառում է օրգանները, մկանները, ոսկրերը, նյարդային համակարգը, հորմոնային համակարգը, ուղեղը և զգայական օրգանները։
Ֆիզիկական մարմնի հիմնական գործառույթը նյութական աշխարհում ապրելն ու գործելն է։ Մարմինը պահանջում է սնունդ, ջուր, քուն, շարժում, շնչառություն, անվտանգություն, խնամք։ Հոգևոր զարգացումը չի կարող կառուցվել մարմնի անտեսման վրա։ Մարդը կարող է բարձր գիտելիքներ ունենալ, սակայն եթե չի զգում մարմնի սահմանները և չի առողջության մասին հոգ չի տանում, նրա համակարգում հավասարակշռություն չկա, այսինքն նա բալանսի մեջ չի գտնվում։ Հիմա ինչպես ենք կարողանում այս ամենը հասկանալ և մեր համար վերլուծել, ինքնադիտարկման հարցեր ենք գրում մեզ համար։ Կամ ուղղակի կարող եք, եթե հիշում եք, ինքներդ ձեզ տալ. ինչպես եմ զգում իմ մարմինը։ Կարողանում եմ նկատել իմ հոգնածությունը։ Լսում եմ, օրինակ, որ ունեմ սովի, հանգստի, շարժման կարիք։ Ես կարողանում եմ այս բոլորը հասկանալ։ Ինչպես է մարմինս արձագանքում տարբեր մարդկանց հետ շփվելուց տարբեր իրավիճակներում։ Այսպիսի հարցերից հետո մարդը կարող է եզրահանգել այնպիսի պատասխանների, թե արդյոք ես գտնվում եմ ֆիզիկական մարմնում, արդյոք ես հոգ եմ տանում իմ մարմնի մասին, արդյոք ես լսում եմ իմ մարմնի բոլոր ազդակները։ Հաջորդ շերտը դա եթերային մարմինն է։ Եթերային մարմինը նկարագրում է որպես ֆիզիկական մարմնին ամենամոտ էներգետիկ շերտը։ Ըստ այս մոդելի այն կապված է կենսական ուժի, էներգիայի շրջանառության, մարմնի ընդհանուր կենսունակության, ֆիզիկական և նուրբ մակարդակների կապի հետ։ Եթերային մարմինը երբեմն անվանում ենք ֆիզիկական մարմնի էներգետիկ կրկնօրինակ։ Մարդիկ կարող են այն սուբյեկտիվորեն զգալ, որպես օրինակ ջերմություն կամ թեթև ծածկոց, մագնիսական դիմադրություն, ափերի մեջ խտություն, մարմնի շուրջ տարածության զգացողություն։ Այս զգացողությունները կարող են կապված լինել նաև ուշադրության, մարմնի ջերմաստիճանի, մաշկի զգայունության և նյարդային համակարգի աշխատանքի հետ։ Դասի ընթացքում մենք դրանք ուսումնասիրում ենք ոչ թե պարտադիր ապացուցելով, այլ որպես մարմնի և ուշադրության նուրբ ընկալման պրակտիկայով։ Անցնենք հաջորդ նուրբ մարմնին, աստրալային մարմնին, աստղային մարմնին։ Աստրալային մարմինը կապում ենք զգացմունքների, ցանկությունների և հուզական արձագանքների հետ։ Այստեղ մենք պայմանականորեն դիտարկում ենք մեր ուրախությունը, մեր վախը, զայրույթը, տխրությունը, սերը, վիրավորանքը, կապվածությունները, ցանկությունները։ Զգացմունքները շարժուն էներգիա են։ Դրանք գալիս են, հասնում որոշակի ուժգնության և բնական ընթացքի դեպքում անցնում են։ Եվ խնդիր է առաջանում, երբ մարդը ճնշում է զգացմունքները, նույնացնում է իրեն դրա հետ, տարիներով պահում է վիրավորանքը, գործում է միայն հուզական պոռթկումներից, օրինակ, տարբերություն կա հետևյալ երկու արտահայտությունների միջև. ես զայրացած եմ և ես հիմա զայրույթ եմ զգում։ Երկրորդ տարբերակում մարդը պահպանում է դիտորդի դիրքը։ Նա ընդունում է զգացմունքը, բայց չի դառնում դրա գերին։ Ինքնադիտարկման հարցերը այս պահին մեզ համար կարող են լինել.
Ինչ զգացմունք եմ հիմա ես ապրում, որտեղ եմ այն զգում իմ մարմնում, ինչ կարիք է թաքնված իմ զգացմունքների տակ կամ այս զգացմունքների տակ, որը որ հիմա առաջացել է։ Ինչպես կարող եմ արտահայտել այն առանց ինձ կամ ուրիշներին վնասելու։ Սա շատ կարևոր հարց է ինքնադիտարկման ժամանակ, որպեսզի մարդը չշեղվի, որպեսզի մարդը չվնասի ուրիշներին եւ ամենակարևորը չենք ասում իրա պատճառով ես վիրավորվել եմ, նրա պատճառով ես ինձ այսպես եմ զգում։ Մենք այստեղ պատասխանատվությունը թողնում ենք դիմացինի վրա, մենք ուղղակի հրաժարվում ենք։ Լավ։ Հաջորդ շերտը դա մեր մենթալ մարմինն է։ Նուրբ շերտերից մեկն է, էլի կարևոր։ Մենթալ մարմինը կապում ենք մտքերի, գաղափարների, համոզմունքների եւ ներքին երկխոսության հետ։ Այստեղ ձևավորվում են մեր պատկերացումները։ Պատկերացումները մեր մասին, մարդկանց մասին, կյանքի մասին, հաջողության եւ անհաջողության մասին, փողի եւ հարաբերությունների մասին, անվտանգության մասին։ Մտքերը կարող են աջակցել մեզ կամ սահմանափակել։ Օրինակ, ես կարող եմ սովորել եւ փորձել, մտածելը բացում է հնարավորություններ, կոնկրետ այսպես։ Ինձ մոտ երբեք չի ստացվի, այս մտածելը կարող է մարդուն կանգնեցնել նույնիսկ փորձելուց առաջ։ Մենթալ մարմնի մաքրումը չի նշանակում ստիպել ինքներս մեզ միայն դրական մտածել։ Դա նշանակում է նկատել ավտոմատ մտքերը եւ ստուգել դրանք։ Եվ այստեղ հեշտությամբ կարող ենք որոշակի հարցերի միջոցով գտնել, թե ինչպես ենք մենք վարվում։ Արդյոք այս միտքը փաստ է։ Որտեղից եմ այն սովորել։ Արդյոք այն օգնում է ինձ։ Ինչ ավելի ճշգրիտ միտք կարող եմ ես ընտրել։ Օրինակ, ես ոչինչ չեմ կարողանում, մտքի փոխարեն ուղղակի կարելի է ասել. այս հմտությունը դեռ չեմ յուրացրել, բայց կարող եմ քայլ առ քայլ սովորել։ Ահա այսպես մենք կարող ենք վերափոխել մեր մտքերը։ Հաջորդ նուրբ մարմինը կաուզալ մարմինն է։ Կաուզալ նշանակում է պատճառային։ Այս մարմինը հոգևոր մոդելներում կապվում է պատճառահետևանքային կապերի, կուտակված փորձի, կրկնվող սցենարների, ընտրությունների հետևանքների, կարմայական դասերի հետ։ Կաուզալ մակարդակը մեզ առաջարկում է չսահմանափակվել միայն հարցով։ Եվ այդ հարցը հնչում է այսպես. ինչ է կատարվում։ Այլ հարցն էլ նաև ինչու է այս սցենարը կրկնվում։ Ես որ ասում եմ, դուք հետն էլ մտածեք. ինչ ընտրություններ են ինձ բերել այստեղ։ Ինչ պետք է հասկանամ կամ փոխեմ այս իրավիճակում։ Որ ներքին համոզմունքն է պահպանում այս իրավիճակը։ Օրինակ, եթե մարդը մշտապես հայտնվում է հարաբերությունների մեջ, որտեղ իրեն չեն գնահատում, կարելի է ուսումնասիրել ոչ միայն զուգընկերներին, այլև իր ներքին ծրագրերը։ Պատճառի հետ աշխատանքը պատասխանատվություն է եւ ոչ թե ինքնամեղադրանք։ Մենք չենք ասում դու ես մեղավոր այս ամենի համար, ինչ քեզ հետ կատարվել է։ Մենք ուղղակի ասում ենք. ես չեմ կարող փոխել անցյալը, այն արդեն կատարված է, բայց կարող եմ ուսումնասիրել իմ ներկայի ընտրությունն ու արձագանքները։ Այս է ամենախելացի և ճշգրիտ
մոտեցումն է յուրաքանչյուր հարցի, յուրաքանչյուր իրավիճակի վրա, որտեղ որ մենք հայտնվել ենք, որտեղ որ մեր սցենարները կրկնվում են։ Այսքանը կաուզալի մասին։ Հաջորդ շերտը բութիական մարմինն է, նուրբ մարմինը, որը կապվում է իմաստության, ներքին ճանաչման, սիրո և ամբողջականության զարգացման հետ։ Այս մակարդակում մարդը սկսում է տեսնել ոչ միայն իր անձնական շահը, այլև ավելի լայն պատկերը։ Նա կարող է զգալ կյանքի հետ միասնությունը, խորը կարեկցանքը, ներքին խաղաղությունը, իրադարձությունների իմաստը, ճշմարտության անմիջական ճանաչումը։ Բութիական ընկալումը սովորական հուզական պոռթկում չէ, այն ավելի շատ հանգիստ, պարզ, ամբողջական գիտակցում է։ Իմաստությունը միշտ չէ, որ հաճելի պատասխան է տալիս։ Երբեմն ներքին ճշմարտությունը կարող է ցույց տալ, որ պետք է ավարտել հին հարաբերությունները։ Պետք է ընդունել սեփական սխալը։ Պետք է սահմաններ դնել։ Պետք է հրաժարվել պատրանքից։ Պետք է սկսել նոր ճանապարհ։ Իրական ներքին իմաստությունը չի նվաստացնում և չի ստիպում ու չի ճնշում։ Այն պարզություն է բերում և վերադարձնում պատասխանատվությունը մարդուն։ Այսքանն էլ բութիական նուրբ մարմնի մասին։ Հիմա անցնենք ատմիական մարմնի մասին խոսենք։ Այստեղ նկարագրվում է որպես մարդու ամենաբարձր հոգևոր մակարդակը, որը կապված է նրա արարչական էության, աստվածային էության, առաքելության և սկզբնաղբյուրի հետ։ Այն ներկայացնում է ես կամ, ես գոյություն ունեմ, մաքուր գիտակցությունը, մինչև անունը, դերը, պատմությունը և սոցիալական ինքնությունը։ Այս մակարդակի հիմնական հարցերը, որպեսզի հասկանանք, կարող են լինել. ով եմ ես իմ բոլոր դերերից այն կողմ։ Ինչ արժեք եմ ինձանից ներկայացնում։ Կամ ինչ արժեք եմ եկել ներկայացնելու, արտահայտելու։ Ինչն է իմ կյանքի խորքային ուղղությունը։ Եվ ինչպես կարող եմ իմ ներքին լույսը ծառայեցնել այս կյանքին։ Այս մակարդակի հետ կապը չի նշանակում, որ մարդը պետք է իրեն փրկիչ կամ ընտրյալ համարի։ Որքան խորն է կապը իր հոգևոր սկզբունքի հետ, այնքան ավելի բնական են դառնում խոնարհությունը, պատասխանատվությունը, պարզությունը, ծառայությունը, ուրիշների ազատ կամքի հարգանքը կամ հարգելը։ Հիմա, ինչպես են այս նուրբ մարմինները իրար հետ փոխազդում, եկեք պատկերացնենք մի պարզ իրավիճակ։ Մարդուն աշխատանքի վայրում քննադատել են։ Աստրալ մակարդակում նա զգում է վիրավորանք, զայրույթ կամ վախ։ Մենտալ մակարդակում նրա մեջ կարող են առաջանալ մտքեր, որոնք լինում են այսպիսին. ես բավականաչափ լավը չեմ, ինձ չեն գնահատում, ես անպայման կձախողվեմ։ Ֆիզիկական մակարդակում նրա ուսերը լարվում են, շնչառությունը դառնում է մակերեսային, սիրտը սկսում է արագ բաբախել։
Եթերային մակարդակում նա կարող է իրեն ուղղակի ուժասպառ զգալ, ճնշված և ծանր։ Կաուզալ մակարդակում այս իրավիճակը կարող է ակտիվացնել մանկությունից եկող ծրագիր։ Ես պետք է կատարյալ լինեմ, որպեսզի ինձ սիրեն։ Ահա այսպիսի կարգախոսություն ունի։ Հութիական մակարդակում մարդը կարող է տեսնել ավելի լայն պատկերը։ Քննադատությունը կարող է պարունակել օգտակար տեղեկատվություն, բայց այն չի որոշում իր արժեքը։ Եվ ատմիական մակարդակում նա հիշում է, որ իր խորքային էությունը շատ ավելի մեծ է, քան մեկ սխալը կամ մեկ մարդու գնահատականը։ Այսպիսով, մեկ իրադարձությունը կարող է միաժամանակ արձագանքել մարդու բոլոր մակարդակներում։ Հիմա անցնենք գիտակցված դիտարկման սկզբունքին։ Նուրբ մարմինների հետ ցանկացած աշխատանք սկսվում է ոչ թե երևակայական պատերազմից, այլ հանգիստ դիտարկումից։ Մենք սովորում ենք հարցնել. ինչ է հիմա կատարվում իմ մարմնում, ինչ եմ ես զգում, ինչ եմ մտածում, ինչ ծրագրեր կարող են ակտիվացած լինել, որն է փաստը, իսկ որը իմ մեկնաբանությունը, ինչ ընտրություն ունեմ այս պահին։ Գիտակցված լինելը հնարավորություն է տալիս արձագանքելու փոխարեն ընտրել։ Ավտոմատ ռեակցիան մեզ ասում է. ես վիրավորված եմ, հետևաբար պետք է հարձակվեմ կամ փակվեմ։ Գիտակցված լինելը ասում է. ես նկատում եմ իմ վիրավորանքը, նախ կհասկանամ ինչ էր տեղի ունեցել, ապա կորոշեմ ինչպես պատասխանել։ Հիմա կարող ենք փոքրիկ պրակտիկա անել եթերային մարմնի զգացողության հետ, հա։ Այս վարժությունը նախատեսված է ուշադրությունը մարմնական զգայունություն և սեփական սահմանների ընկալումը զարգացնելու համար։ Այն կատարելիս հնարավոր է կամ կարելի է հատուկ պատկերներ տեսնել, նույնիսկ եթե չստացվի, նորմալ է, յուրաքանչյուր մարդու փորձը տարբեր է, ես միշտ ասում եմ, մեկի մոտ ստացվում է, մյուսի մոտ մեկը տեսնում է, մեկը լսում է, մեկը զգում է, իսկ մեկը իրականում գիտի, միայն գիտի։ Այնպես որ ամեն ինչ ընդունում ենք նորմալ։ Կարող եք զգալու դեպքում ջերմություն զգալ կամ ծակծկոցներ, իսկ մյուսը կարող է ընդհանրապես ոչինչ չզգալ, այնպես որ ամեն ինչ նորմալ է և ամեն ինչ ընդունում ենք այնպես, ինչպես կա։ Հիմա եկեք պատրաստվենք, կարող եք մի փոքր ջուր խմել, ես հուսով եմ, որ բարդ չէր, շատ պարզ էր, և փորձենք այս պրակտիկան իրականացնել։ Գնացինք, եթե հնարավոր է, նստեք հարմար դիրքով և ոտքերը հատակին այսպես ուղղահայաց թողեք, այնպես որ համել մարմինը կարողանա հանգստանալ, ուղիղ պահեք մեջքը, բայց մի լարվեք, եթե հնարավոր է հենվեք։ Հիմա կատարում ենք 3 բնական շունչ և հանգիստ արտաշունչ։ Գնացինք, ներշունչ և հանգիստ դանդաղ արտաշունչ, մեկ անգամ ևս, ներշունչ և հանգիստ դանդաղ արտաշունչ, վերջին անգամ, ներշունչ և հանգիստ դանդաղ արտաշունչ,
Եվ թողեք, որ ամեն ինչ իր հունով ընթանա։ Պարզապես դիտարկեք, թե ինչպես սրանից հետո օդը ուղղակի ներս է հոսում և հանգիստ բաց թողեք դուրս։ Եվ ուշադրությունը կենտրոնացնում ենք մարմնի վրա։ Զգում ենք ոտքերի հպումը հատակին, մարմնի հպումը աթոռին, ձեռքերի ծանրությունը, դեմքի մկանները և ձեր շնչառությունը։ Ձեռքի ափերը պահում ենք մեր առաջ, մի քանի վայրկյան մեղմորեն շփում ենք միմյանց հետ, առանց ուժեղ ճնշման, փորձում ենք շփել։ Հետո փորձում ենք ափերը իրարից հեռացնել մոտավորապես 10-15 սանտիմետր հեռավորության վրա և նորից մոտեցնում ենք իրար, սակայն չենք հպում։ Այնուհետև կրկին հեռացնում ենք։ Ու այս շարժումը կրկնում ենք մի քանի անգամ։ Եթե հնարավոր է, աչքերը փակեք, մոտեցրեք, հեռացրեք։ Մոտեցնում ենք, զգում ենք, հեռացնում ենք։ Ու ուսումնասիրում ենք։ Որպես դիտորդ կողքից ուսումնասիրում ենք։ Մոտեցնում ենք, կարող եք ավելի մոտ մոտեցնել, հեռացնում ենք։ Եվ այսպես մի քանի անգամ կրկնեք, դիտեք կողքից որպես դիտորդ և ուշադրություն դարձրեք, ինչ զգացինք, ջերմություն, սառնություն, թեթև ծակծկոց, ձգողականություն կամ ճնշման նման զգացողություն, ափերի միջև առածկական տարածություն, ինչ զգացինք։ Կարող եք պատկերացնել, որ ափերի միջև գտնվում է լույսից կազմված փափուկ գունդ։ Դանդաղ իրան կարող եք փոքրացնել, մեծացնել, փոքրացնել, մեծացնել և ուշադրությունը միայն թող ափերին լինի և դրանց միջև տարածությանը։ Հիմա փորձենք մարմնի սահմանների զգացողությունը զգանք, հա։ Այժմ մի ձեռքը պահեք մյուս ձեռքի վերևում, այսպես, առանց դիպչելու, մոտավորապես այսպես։ Դանդաղ անցկացրեք այն նախաբազկի երկայնքով մաշկից մի քանի սանտիմետր հեռավորության վրա, այսպես մոտավորապես, հա, մի քանի սանտիմետր հեռավորության վրա և ուշադրություն դարձրեք, արդյոք որևէ տեղ զգացողություն է փոխվում։ Կատարեք մյուս ձեռքի վրա նույնը, զգացեք, ինչ-որ փոփոխություն։ Հաջորդ քայլով ձեռքերը բերում ենք կրծքավանդակի մոտ, մարմնին մոտ, ինչքան հնարավոր է։ Տեսեք, ինչ-որ բան զգում եք, կարող եք տեղաշարժել, այս կողմ, այն կողմ, վերև, ներքև, երկուսը միասին կամ միայն մի ձեռքով։ Առանց հպվելու մարմնից մի քանի սանտիմետր հեռավորության վրա, այսպես զգում ենք մեր եթերային մարմինը։ Հիմա պատկերացրեք, որ մեր մարմինը ամբողջովին ուղղակի եզրագծերով այդպես պատված է լույսով, լուսավոր շերտով, ոնց որ մենք նուրբ
այդ բարակ շերտով պատված լինենք ու մի փորձեք որոշել դրա ճիշտ գույնը կամ ձևը։ Ուղղակի թույլ տվեք, որ ձեր ընկալումը լինի բնական։ Հիմա մտքով արտասանում եք իմ հետևից, ես զգում եմ իմ մարմինը։ Ես ներկա եմ իմ տարածության մեջ։ Ես ճանաչում եմ և հարգում եմ իմ սահմանները։ Ես վերադարձնում եմ իմ ուշադրությունն ու ուժը դեպի ինձ։ Եվ հիմա ուղղակի շնչում ենք շունչ, հանգիստ արտաշունչ, զգացեք ձեր ոտքերը, ձեռքերը, ամբողջ մարմնի մասերը, ամբողջական ձեր մարմինը և ուղղակի փորձեք կամաց բացել աչքերը։ Եթե ցանկություն ունեք, կարող եք գրել, թե ինչպիսի զգացողություն ունեցաք, կիսվել ձեր զգացողություններով, սա այն իրական աշխարհն է, որի միջոցով մենք կարողացանք զգալ մեր եթերային մարմինը։ Սա այն բացահայտ վարժանքն է, որի միջոցով դուք կարողացաք գտնել ձեր ֆիզիկականից հետո ձեր եթերային մարմնին։ Իմիջիայլոց կարող եք փորձել ձեր հարազատների վրա։ Դուք կարող եք իրենց մեջքով կանգնեցնել և մեջքի հետևում ձեռքով այսպես ձեռքը դանդաղ շարժել և նրանք կարող են զգալ ձեր էներգիաները։ Ում կենսական էներգիան ուժեղ է, ակտիվ է, առողջ է, հաստատ ում մեջքի հետևում որ շարժեք ձեր ձեռքերը, անմիջապես նրանք կզգան և ձեզ ճիշտ տեղը ցույց կտան։ Այդպիսով կարող եք հասկանալ ինչքան է ուժեղ ձեր եթերային մարմինը։ Այսպես հնարավորություն կլինի ապացուցել ինքներդ ձեզ, թե ինչպես է աշխատում ձեր եթերային մարմինը։ Խնդրեմ, հիմա եթե ցանկացողներ կան, կարող են խոսել, վերջում կարող ենք ամփոփել և կարող եմ մի փոքրիկ տնային աշխատանք ձեզ հանձնարարել ու այսօրվա այս բաց դասը հնարավորինս այսպես ավարտել, բայց սեր անպայման կուղարկենք երկիր մոլորակին։ Ես խոստացա ընդամենը 1 ժամ խոսել, 1 ժամ էլ խոսեցի, հիմա կարող եք կիսվել։ Ցանկացողները կարող են միացնել կամ կարող եք չաթում գրել, ես կկարտամ։ Աներևակայելի զգացողություն ունեցա, շփումը հստակ զգալ էր։ Ես ափերի մեջ մագնիսական ձգողականություն զգացի, իսկ մնացած ժամանակ ջերմություն։ Այստեղ ես ձգողականություն զգացի, շատ լավ էր, հաջորդը տաքություն և ծակծկոց ձեռքերի և ոտքերի ափերի մեջ։ Այո, սա հենց բացահայտ ապացույցն է, որ մենք զգում ենք մեր ֆիզիկական մարմնի եզրագծերը ու հենց դա մեր եթերային մարմինն է, զգայական մարմինն է մեր։ Ես ափերում ջերմություն էի զգում, ընտիր, թույլ ծակծկոցներ ափերում և ջերմություն։ Մոտավորապես հենց այսպես մեր կյանքում որ տեղի են ունենում, այն ինչ որ մենք զգում ենք, հիշեք, որ սա մեր եթերային մարմնի արտահայտումն է։ Նա հենց այսպես ցույց է տալիս իր ներկայությունը կամ հենց այսպես է խոսում մեզ հետ։ Ուրիշ փորձողներ եղան, արդյունքներ կան։ Շատ լավ, ուրեմն կարող եմ
շարունակել, ամեն դեպքում հրաշալի է, շնորհակալ եմ բոլորիցդ։ Մենք ենք շնորհակալ շատ, շատ, որովհետև ես տարիների վեր չէի զգացել, ես մի անգամ խոսակցություն եղավ, չէ՞ որ ասացի ես ունեցել եմ այդ հիշում եք, ես պատմեցի իմ մասին։ Ես ջերմուկում էի աշխատում, ինձ ասում էին պետք է գրասենյակ, օֆիս բան բացել, սենյակ, որ դու այդ մարդկանց կարողանաս օգնել ու տարիների վեր մոռացել էի ընտանեկան եւ այլն։ Դպրոցում ով որ խնդիրներ ունենում գալիս էր ինձ մոտ ասում էր Տիկին Արմինե խնդրում ենք օգնի։ Հիմա այս ձեր պրակտիկայի արդյունքում Տիկին Գայանե ջան դուք չեք պատկերացնի թե ինձ հետ ինչ կատարվեց։ Ուղղակի ես ձերքերիս զգացողությունը այնքան հզոր էր, հնարավոր ոտքերս էլ կար ու ես ձերքերիս զգացողության արդյունքում ես չզգացի ոտքերս, բայց հաստատ ոտքերս էլ ա եղել էլի։ Որտեվ ես խառնվեցի իրար, թե ինչ կատարվեց ինձ հետ, իսկապես խառնվեցի իրար, ասենց ինձ թվում էր երման ջուր հենց հիմա ձերքս դնում եմ ձերքիս ու ինձ թվում է ինչ որ բան կատարվում։ Շատ եմ շնորհակալ։ Ակտիվացել է եթերային հզոր է, գրկում եմ Արմին ջան։ Շատ եմ շնորհակալ։ Ay քեզ բան։ Ay քեզ հեքիաթ։ Հանգիստ կարող եք արտահայտվել, կարող եք Facebook-ում գրել, մեր խմբում էլ գրել բոլոր տեղերը, յուրաքանչյուրից զգացածը, յուրաքանչյուրի փորձը այս պահին, հավատացեք, շատ կարևոր է ու դա ձեր բացահայտումն է հենց։ Ձեր կարողության, ձեր ուշադրությունը ձեր վրա կենտրոնացնելու ու ձեզ բացահայտելու առաջին փոքրիկ քայլն է, էլի։ Շատ ուրախ եմ, ես կարող եմ հարցերը գրել հետո, թե ինչ զգացիք, երբ որ արեցիք, ինչպես ստացվեց, եւ եկեք մի փոքր ամփոփեմ, թե մենք ինչ ստացանք ու ինչ արեցինք այս դասի ընթացքում, հասկացանք, որ մարդը միայն ֆիզիկական մարմին չէ, այն ինչ որ մենք սովորել ենք դպրոցում։ Նա միաժամանակ մարմնական, զգացմունքային, մտավոր եւ հոգեվոր էակ է։ Մենք դիտարկեցինք մատրիցան որպես համակարգ, որի ներսում ձևավորվում են մեր համոզմունքները, վարքագիծն ու կյանքի սցենարները։ Մենք նաև հասկացանք, որ ազատությունը պարտադիր չէ նշանակել ամբողջ համակարգից փախչել։ Ազատությունը սկսվում է այն պահին, երբ մարդը նկատում է իր ծրագրերը ու կարողանում է գիտակցված ընտրություն կատարել։ 7 նուրբ մարմինների մոդելը մեզ օգնում է ուսումնասիրել մարդու տարբեր մակարդակները։ Ֆիզիկական մարմինը գործողության համար, եթերային մարմինը կենսական ուժի համար, աստղային մարմինը զգացմունքների համար, մենտալ մարմինը մտքերի և համոզմունքների համար, կաուզալ մարմինը պատճառների և հետևանքների համար, բուդդhիական մարմինը իմաստության և ամբողջության համար, ատմիական մարմինը աստվածային էության և խորքային ուղղության համար։ Մեր խնդիրը որևէ շերտ մերժելը չէ։ Իրական ամբողջությունը ծնվում է այն ժամանակ, երբ հոգևոր գիտակցությունը, հոգու ցանկությունները, միտքը և մարմինը սկսում են համագործակցել։ Ես ձեզ համար պատրաստել եմ տնային աշխատանք։ Այն որ ասում է sorry, կներեք, քանի որ ես մասնագիտությամբ ուսուցչուհի եմ, ես ընդունում եմ դա, ես սիրում եմ իմ մասնագիտությունը եւ հիմա անհամբեր սպասում եմ, թե երբ եմ նորից իմ աշխատանքին գնալու, այնպես որ այս ընթացքում քանի ես ձեր հետ եմ, դուք եք ընկել իմ ձեռքի տակ եւ ունեք տնային աշխատանք։ Մի զգացեք ձեզ որպես աշակերտ, ես չեմ ուզենա առանձնացնել կամ տարբերակել, ես ուղղակի ուզում եմ, որպեսզի դուք ինքներդ ձեզ ճանաչեք։ Իմ այս ծրագիրը հենց ինքնաճանաչման ծրագիր է, որը ես արդեն
համակարգված ամեն կիրակի կանցկացնեմ եւ ամեն կիրակի հետաքրքիր հերթականությամբ թեմաներ կընտրեմ, որպեսզի ձեր մեջ ոչ մի բաց տեղ չմնա։ Իսկ ընթացքում կուզենամ, որ անպայման այս տնային առաջադրանքները կատարեք, հետ ստանամ ես ձեզանից այն կարծիքները, ստացված տեսքը, արդյունքը, դա կլինի իմ վարձը, որը դուք կվճարեք ինձ, այսպես ասած, դա կլինի այն հետ եկող էներգա փոխանակությունը, որը դուք կփոխանցեք ինձ այս գիտելիքի համար, որը որ ես այս պահին պատրաստել եմ, կառուցել եմ սիրով եւ հավեսով փոխանցում եմ ձեզ։ Իհարկե տնային աշխատանքը կտեղադրեմ նաև տեքստի տեսքով, բայց հիմա կարդամ, որպեսզի իմանաք, ես այստեղ նոտիցներ եմ արել։ Ուրեմն, առաջի 3 օրվա ընթացքում օրական 1 անգամ կանգ առեք եւ պատասխանեք հետեւյալ հարցերին ինքներդ ձեզ։ Ինչ եմ ես հիմա զգում իմ ֆիզիկական մարմնում։ Հաջորդը, ինչ զգացմունք է ներկա իմ ներսում այս պահին։ Հաջորդը, ինչ մտքեր են ուղեկցում այս զգացմունքներին։ Հաջորդը, այդ մտքերից որն է փաստ, իսկ որը ենթադրություն։ Հաջորդը, գործում եմ գիտակցված ընտրությունից, թե հին ծրագրերից։ Եվ ինչ փոքր քայլ կարող եմ կատարել ինձ հետ ավելի ներդաշնակ լինելու համար։ Վերջում կարող եք ընդամենը մեկ նախադասություն գրել այս պահին ես ընդունում եմ եւ շարունակությունը դուք ավարտեք այնպիսի ընտրությամբ, որը կարող եք իրականացնել հենց այդ օրը։ Դուք կարող եք սա ամեն օր անել։ Դուք կարող եք ձեզ համար ընտրել 7 օր անել։ Դուք կարող եք 40 օր անել։ Ընտրությունը ձերն է, ազատ է։ Ուղղակի հնարավորության դեպքում ինձ էլ փոխանցեք, որպեսզի ես իմանամ ինչքանով էր օգտակար իմ այս աշխատանքը, որը որ ես հիմա կիսվում եմ ձեզ հետ։ Այսքանով ավարտում եմ իմ լեկցիան։ Եթե ունեք հարցեր, սիրով կարող եք տալ։ Մի 5 րոպե կարող ենք ընդմիջում անել, որից հետո կարող ենք սեր ուղարկել մոլորակին եւ այդպես ավարտել մեր այսօրվա հանդիպումը։ Վահանե ջան, կարող եմ մի հարց տալ։ Սիրով։ Պատկերավոր ասած, այս բոլոր 7 մարմինները մարդու ֆիզիկական մարմնի 4 կողմն դեպի դուրս, թե դեպի ներս, թե տենց ինչ որ տեղեկայություն չունեն։ Ունեն, իհարկե, ունեն։ Ամեն ինչ իր հերթականությամբ է տեղակայվում մեր դաշտում, այդպես ձևավորվում է մեր դաշտը։ Ավելի շատ մանրամասը ես կուզենամ, որ դուք այդ ամեն ինչն էլ հասկանաք, ես ստեղծել եմ մետագիտակցական ակադեմիա, որտեղ մանրակրկիտ, մանրամասը փոխանցում եմ, սովորեցնում եմ եւ ավելի խորացված գիտելիք եմ էլի տալիս, ամեն մեկը իր տեղը ունի, հնարավոր չէ, որ չափսերը կամ ասենք թե աստրալը կամ մենտալը ինչ որ ուրիշ տեղ են գտնվում, ուղղակի դրանց չափսերը կարող են մեծ ու փոքր լինել։ Մոտավորապես ֆիզիկական մարմնից սկսած, հա, ուղղակի եթերայինը մարմնի եւ դրսում է եւ ներսում, հա, ու ինքը հիմնականում համարվում է աստրալի ներքին շերտ, աստրալի ավելի խորը ներքին շերտ, ֆիզիկականի է բարձր ավելի շերտ, էլի։
Այսպես մոտավորապես կուզենամ, որ համել իմանաք, որ այդ մետա գիտակցական ակադեմիան ստեղծել եմ նրա համար, որպեսզի ավելի խորքային գիտելիքներ ունենանք։ Հասկացա, Գանի ջան։ Եկեք մի հարց է զուտարի։ Եթե օրինակ մարդը չի կարողանում կարեկցի այդ ոնց որ 6-րդ շերտներ, որ դրա մեջ էր մտնում, երբ որ դուք թվարկում էիք սա մտնում ասրա մեջ, այնտեղ խոսեցիք կարեկցանքի մասին, ես 2 գրավում եմ արել, չեմ իպում 5-ը, թե 5-ը։ Որ նորայր, կարևոր չի։ Կարևոր չի, հա։ Հարցնում, հա, այսինքն նշանակում է դրա հետ կապված ինչ որ խնդիր կա, որ մարդը չի կարողանում կարեկցի դիմացինին։ Հա, ինչ որ խնդիր ընդհանրապես չկա, Օսանա ջան, ամենակարևորը այդ միշտ ֆիքսեք ձեր մեջ, ինչ էլ որ կատարվում է մեր բոլորը, ինչ էլ որ տեղի ունենում, մենք լսում ենք մեր սրտի ձայնին։ Ամեն ինչ գալիս է վերևից կամ ամեն ինչ գալիս է ներքևից, չէ՞։ Կապ չունի, լսում ենք սրտին։ Սիրտը արդեն քեզ ուղղորդում է, ճիշտ ես անում, թե սխալ։ Այդ կապ չունի, բացարձակ։ Հասկացա։ Եկել օրինակ մարդիկ կան, կոնկրետ մարդու նկատի ունեմ, իր բնույթով, ոնց ասեմ, այն որ ամեն ինչը դու իրան ինչ հարցնես, ինքը չէ որ կպատասխանի, ցանկացած բան։ Ուզում հասկանամ այդ մարդու մտածողության ձևն է, որ ամեն ինչը մերժում է, առաջին հերթին, այսինքն դու ասես կարաս այս բաժակը վերցնես դնես ընդ ինքը կասի չգիտեմ, հիմա կփորձեմ, կտեսնեմ, բայց առաջինը չկնա, էլի։ Այդ մարդը այդպես նեգատիվ առաջանում տվյալ մարդու հետ շփվելուց։ Ուզում եմ հասկանամ դա իր դասիրակությունից է գալի, իր մտածողությունից է գալի, թե իր նախկին չէ, կյանքի ընթացքում անցած ինչ որ դժվարությունը ինչից է գալիս, որ այդպես է մարդը զգուշավոր կառուցվածքներից է գալիս։ Իր կառուցվածքն է, իր բնույթն է, իր նյութերն են։ Էլի նորից կարող եմ ասել, մեր ակադեմիայում յուրաքանչյուրին դիտարկում ենք, սկսում ենք մեզանից եւ մեր շրջապատի բոլորին։ Այնտեղ նայում ենք, թե այդ մարդը ինչպիսի նյութերից է կառուցված, ինչպիսի ծանր նյութեր կան իր մեջ, որը որ ստիպում են իրան, որ ինքը ասի չեմ կարող, կփորձեմ լավ տարբերակ է պատասխանի, բայց որ ասում է չեմ կարող, չեմ անի, չեմ ուզում, չի ստացվի, չգիտեմ, հա, չգիտեմ, այդպիսի մարդիկ էներգետիկ վամպիրներ են կոչվում, վամպիր են իրենք, իմ շրջապատում էլ կա, էներգիա, դու արդեն հարցը տալիս ես, գիտես, որ ինքը չէ ասելու, ու ես իմ կողքին էլ կա, ես փախչում եմ իրանից, ոչ ուզում եմ հարց տամ, ոչ ուզում եմ պատասխան ստանալ, ոչ ուզում եմ տեսնել առերեսվել, որտեղ երկրորդ բառը բողոք է, երկրորդ բառը չէ, երրորդ բառը ես դա կոչվում է էլ ճիշտ չեմ տիկին գաներ, այո, էներգետիկ վամպիր չեն դրանք, վամպիրներ են, որոնք ակտիվ են լինում։ Մի պահ ուղղակի նայում ես, թե դու ինչի ես հանդիպել իրան, ու յանց այդ իրավիճակը քեզ ինչ է ասում, հա, բայց եթե այդ դա կրկնվում է ու անընդհատ, ասենք, դու ուղղակի զգում ես, որ քո էներգիան դրանից գնում է, այդ մարդու հետ դադարեցնում ես շփումդ։ Այո, ճիշտ է։ Փորձում ես տվյալ մարդուց հեռու մնալ, հեռանալ։ Այսօր առավոտյան մարդիկ այն չի ստացվում այդքան հեռանալ, բայց այնուամենայնիվ ես ինքսի մեջ որոշում եմ կայացրել, որ մի քիչ գոնե սահմանափակեմ այնքան, որովհետև ինչ որ բացական բան է իրանից։ Որովհետև քեզ էլ է փոխանցվելու դա, այդ խժռելու է էներգիա, հեռու, քանքարի, չեմ կարող ասել։ Տիկին գանե բան էիք ասում, ընդհատեցի, ուզում էի ասել, որ նայի, եթե շատ մոտ մարդ է, ասենք շատ ընտանիքի անդամ է, չէ, այդ նշանակում է հա քո փորձությունն է, ինչ որ բան կա, որ դու պետք է անցնես։ Մենք այն դեպքն է, երբ որ մտել ենք ինչ որ մի ռեստորան, պատվիրել ենք մեզ համար,
ինչ որ մի պիցցա ու հիմա ստանում ենք։ Հմ? Եթե մոտիկ մարդ է ընտանիքի անդամ է, ուրեմն դա քեզ բան ունի ասելու, դու փորձում ես իր մեջ նկատել, այսինքն ինքը քո հայելին է, կոնկրետ այն չի, որ ինքը քեզ ասում է, որ դու չես կարող, դու չգիտես, հա, ընդհանրապես ուղիղ չէ։ Եթե ես քեզ ասում եմ, որ դու նախանձ ես, այդ չի նշանակում, որ ես իմ նախանձությունն եմ ցույց տալիս քեզ, հա? Այդ նշանակում է, որ կա մի նյութ, որը որ քեզ ստիպում է այդպես քեզ պահել։ Դիմացինը իր պահվածքով, այն ինչ որ մեզ դուր չի գալիս, ինքը ցույց է տալիս, իր սլակը ուղղում է դեպի մեզ ու ցույց է տալիս մեր միջի այն նյութին, որը որ այդ պահին մեզ դուր չի գալիս, որ դիմացինը մեզ ասում է, ասենք դու նախանձ ես։ Պատկերացրեցիք։ Մեր միջին նյութերն են, որոնք որ պինդ են, իրանք գոյացել են, հիմա մեր կողակիցը, մեր տան անդամները, մաման, պապան, քուրիկը, աղբերը, երեխաները մեր, իրանք բոլորը մեզ ցույց են տալիս, մեր ուշադրությունը, ասում են, կենտրոնացրու քո վրա, ու տես թե որ նյութի վրա դու չես աշխատել, որ նյութն է ավելի գերակշռող այս պահին քո մեջ, որ քեզ դուր չի գալիս, որ դիմացինը քեզ ասում է դու նախանձ ես, կամ դու, չգիտեմ, այս ինչն ես, պատկերացրեցիր, այս պահին քո փորձությունն է, ու անպայման ուշադրություն դարձրու, ինչ վրա։ Հարցնում եմ ինձ, իսկ ինչի է, ինքը եկել է մեր տուն, ես հարց է, ես ասած, ու միշտ ես ինքս ինձ հարցում, լավ, ինքը ինչի համար է եկել, պատասխանը տես չեմ կարողանում գտնել, ինչի համար է եկել, ինչ է ուզում սովորացնի մեզ բոլորիս, ինչ է ուզում ասի, ես դեռ չեմ կարողացել, ուշադիր չեմ եղել։ Օվսաննա ջան, կանգնում ես ու ինքդ քեզ ասում ես, ես բաց եմ, ես պատրաստ եմ, դու չես կարող իմանալ, քանի դու փակ ես, քանի դու պատրաստ չես։ Պատկերացրիր, ասում ես ես բաց եմ, ես պատրաստ եմ, ես ուզում եմ լսել ճշմարտությունը, ուզում եմ տեսնել, իրոք առնչվել հենց այն ճշմարտության համար, ճշմարտության հետ, որը իմն է։ Ու ինքդ մի քանի անգամ քեզ կարող ես ասել, ես ինձ թույլ եմ տալիս, ես ինձ թույլ եմ տալիս ճանաչել ինձ, ես թույլ եմ տալիս իմ ստվերները տեսնել, ես ինձ թույլ եմ տալիս։ Սրանք կախարդական խոսքեր են, որ այս մեր հայկական աշխարհում ես եմ ասել, շատերը չեն հավատում, բայց փորձեք, վերցրեք ու փորձեք։ Հիմա շատերը կրկնօրինակում են, լավ են անում, ես ուրախ եմ, ես եկել եմ կիսվելու։ Իմ առաքելությունն է, որպեսզի ես կիսվեմ բոլորի հետ։ Վերցրեք, օգտագործեք։ Դրանք կախարդական խոսքեր են, հրաշագործ խոսքեր են։ Ես ինձ թույլ եմ տալիս ճշմարտությունը իմանալ։ Ես ինձ թույլ եմ տալիս երջանիկ լինել, երջանիկ ապրել։ Ու այն ինչ որ չի ստացվում ձեր մոտ, ես ինձ թույլ եմ տալիս ճանաչել, ընդունել, անցնել սրա միջով թեթև, հոգուս համար ներդաշնակ, հանգիստ, այ փորձեք, հետո ինձ գրեք, անպայման ես շատ կուզենամ լսել հետադարձ արձագանքները, շատ։ Հասկացա։ Եկին Գայանե մի խնդրանք, դուք շատ սիրուն ձայնագրություն ունեք, ես ինձ թույլ եմ տալիսի վերաբերյալ, եթե գտնեք համակարգչի մեջ տեղադրեք, նորից վայելենք։ Իմ կանալում կա, ուղղակի ես մի հատ նորից կգտնեմ, կթարմացնեմ։ Հա, որովհետև ես գիտեմ կա, բայց հեռու էր, հիմա գուցե չգտնեմ։ Անպայման կկիսվեմ նորից։ Շատ շնորհակալ կլինեք։ Գայանե ջան, այսօր պատահականորեն հիշել էի այնպիսի բաներ, ինչի մասին դուք այսօր խոսացիք։ Այսինքն այն բոլոր մարմինների, որից կարծեմ վեցերորդն էր, կարծեմ, որ ասում էիդ կրկնվող, թե հինգերորդն էր,
կրկնվող սցենարների մասին խոսեցիք, ու ես հիշեցի, որ սրանից, չգիտեմ, 10 քանի տարի առաջ, երբ որ ուսանող էի, ես բնույթով այնուամենայնիվ ոչ կռվարար եմ, որ չգիտեմ ինչ եմ, բայց այնտեղ որտեղ մնում էի, եղել այդպիսի դեպքեր, որ տան մեծերը մեր հարազատներն էին, բարեկամներն էին, բայց այնպիսի տպավորություն էր, ոնց որ քավության նոխազը ես լինեի, ու երկու դեպքում կրկնվեց, որտեղ նույն սցենարը, ու պատահականորեն ես հիշեցի այդ սցենարը, ու մտածում էի ինչի, ու նմանատիպ մի բան նոր ա եղել մի քանի օր առաջ ինձ հետ, ու ես սա կապում եմ նրանց հետ, գուցե ինչ որ կապ ունի, ու դուք այսօր խոսեցիք այդ կրկնվող սցենարների մասին, այսինքն ինչ որ մեղադրանք եւ այլն իմ հանդեպ, որ ես կապ չունեի այդ ամեն ինչի հետ, ու բայց կրկնվում էր տարբեր մարդկանց ու իմ հարազատների հետ կապված, ու բոլորի սլաքները ինձ էր ուղված, սկսում ես պայտակ մտածել, Խաղության նոխազը ու ինչ եզրակացության ես եկել։ Հիմա այսօր իմացար դրա մասին։ Ինչպիսին է եզրակացությունը քո։ Դե եզրակացությունն էր, որ հանգամանքների, չգիտեմ ինչի բերումով դառավ, ես դարձա խաղության նոխազ, բայց դե բնականաբար եւ ես էլ եմ ինչ որ մեղք ունեի, չգիտեմ։ Մտածում մեղք այնքանով էր, որ թույլ եմ տվել, որ շփում ունենաս այդ մարդկանց հետ, բայց ոչ միայն, ինչի։ Դու չես կարող մարդկանց սահմանափակել սկզբից իրանց հետ շփում։ Մարդիկ հենց այնպես չեն գալիս մեր կյանք։ Հա, իհարկե։ Հենց այնպես չեն մեղադրում մեզ։ Դրանով դու պետք է քո առաջի հերթին արժեքն իմանաս, ինքնարժեքը, ճանաչես քեզ, իմանաս քո սահմանները, այն որ շատ թողել ես ու շատ տվել է, այդ շատ կարևոր է։ Ամբողջ այս մեր կյանքը, իմաստը ինքնաճանաչումն է։ Մարդիկ գալիս են, մեզ ցույց են տալիս մեր ցավոտ տեղերը։ Մարդիկ գալիս են, մեզ ասում են, այ այստեղ ունես աճելու տեղ, քո վրա աշխատելու, քո ավելի լավագույն տարբերակը դառնալու։ Հենց այնպես չեն գալիս մարդիկ։ Այո։ Այնպես որ բոլորն են հիմա գտնվում այդ կրկնվող սցենարների մեջ, այսինքն սա նշանակում է դուրս գալ կարմայից։ Չէ, կարմայի շերտներ։ Կարմայի շերտը այն ծրագրերը, որոնք որ մեզ փոխանցվել է ու որոնք որ մենք բերել ենք մեր անցած կյանքերից, այսինքն մեր պարտքերն են, այն պարտքերն են, որոնցից որ ուզած, չուզած պիտի տաք։ Կա մեկը, որ չի տվել իր պարտքը ու իրան ներվել է ու ամեն ինչ անցել է։ Ոչ, չկա, այդպիսի մարդ չկա։ Բոլորն իրենց պարտքերը հետ են տալիս։ Հիմա այստեղ հարցը նրանում է կայանում, թե ինչպես ես դու ընդունում այդ պարտքը։ Երբ որ մենք գիտակցաբար հասկանում ենք, թե ինչի համար ինչ պիտի վճարենք, ինչ որ չափով այդ ճանապարհը թեթևանում է, հեշտանում է։ Բայց երբ որ մեր մեջ պայքար կա, այդ ճանապարհը սկսում է դժվարանալ, դանդաղել ու անընդհատ կրկնվել։ Այնքան, մինչև մենք մեր դասերը կսովորենք ու կհասկանանք, որ այ ոչ թե պետք է ասենք իրանց պատճառով ես հայտնվեցի այս ինչ վիճակում, որտեղ ինձ մեղադրեցին իրենք, վիրավորվա, մի հատ էլ ինձ մեղադրեցի, որ ես ինչի էսպես եմ արել, այլ ուղղակի ասես, օքեյ, ես սրանից հիմա ինչ պիտի սովորեմ։ Ուշադրությունը քո վրա եւ ոչ թե ուրիշների։ Հենց մենք ուրիշներին ենք, հա, ուշադրություն դարձնում, մեր բոլոր խնդիրները քննում ենք ուրիշների վրա, դու ես մեղավոր, քոնն է, քո պատճառով, իրա պատճառով, տտտ։ Մենք էներգիա ենք տալիս, թույլ ենք տալիս, որ տվյալ մարդը կա կանգնի մեր կենտրոնում ու ինքը կառավարի մեզ։ Պատկերացրեք ու որոշեք։ Ընտրությունը ձերն է։ Դուք եք որոշում։ Ուրիշներն են ձեզ կառավարում, թե դուք։ Այսպես, այնպես որ
Այստեղ ինքդ քո մեջ նայելու բան ունես, աշխատանք ունես ոչ վատ առումով։ Շատ հնարավոր է, որ մի հատ լավ գիծ կա, լավ տեղ կա քո մեջ, լավ լույս կա, որին դու չես նկատում, այդ լույսն է պետք ուժեղացնել։ Այդքան բան։ Եղավ, շնորհակալություն։ Սիրով, Օվսաննա ջան։ Անցնենք, սերուղարկենք։ Ինչպես գրել եմ, նախ քեզ ուղարկենք մենք այստեղից, հետո նոր։ Այ Արմինե Քեզ ուղարկում եմ Հնդկաստանից, օվկիանոսի ծենքում քեզ ուղարկում։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ վստահության համար։ Շնորհակալ եմ, որ համաձայնվել եք ձեր էներգիան այս պահին մոլորակին տալու։ Ու ասեմ ձեզ, շատ յուրահատուկ հոգիներ են հասկանում այս ամեն ինչը, դրանց մեջ նաև մտնում եք դուք, ովքեր որ այսպես սրտանց գալիս են ու փորձում են իմ դաշտի մեջ, որովհետև ես մենակով չեմ կարողանա այդ ամոքող էներգիան մոլորակին փոխանցել, մենք կարող ենք բոլորս միասին անել ու հաստատ ամեն ինչ ավելի լավ կստացվի, այն ամենալավագույն տարբերակով կստացվի։ Ով է ձեռք բարձրացրել, կարող է խոսել, բայց կարճ, հա, որ անցնենք սիրո էներգիային։ Բարի Կոգայ ջան, ես եմ ուղղակի ասեմ երթագետ եմ, մեր աղջիկներին էլ ասեմ, որ 2 տարի աշխատում ենք ու ամեն օր աշխատում ենք, իսկապես ովքեր կան մեր շրջապատում, հենց ապեջ չեն, ես իրանց միայն երախտագիտության խոսքեր եմ ասում, շնորհակալ լինում, որտեվ հավատացեք, մենք հենց մեր այն օգնականներն են, ուսուցիչներն են, որ հենց օգնում են մենք ինքներս մեզ ճանաչենք, մեր նյութերը գտնենք, կարողանանք աշխատել։ Մի խոսքով Գայ ջան, շնորհակալ եմ, հրաշալի է։ Ինչքան էլ որ գիտեմ, մեկը հաստատ մի նոր բան քո տվածից նորից սովորում ենք, նորից ստանում ենք, երախտագետ եմ։ Այսօր սեդս ասեց, կասեց ադուշի երախտագետ եմ։ Այնպես որ ադուշի երախտագետ եմ։ Բայց ինչի համար եմ ձեռք բարձրացրել, ուզում եի աղջիկներին ասել, որ արդեն հաստատումների թղումը ես տեղադրել եմ Գայանե Խաչատրյան էջում, կարող են օգտվել։ Այսքանը։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ։ Նմանապես գրկում եմ, դե անցնենք, շնորհակալ եմ։ Ձայնագրությունը կլինի Լարիսա ջան, անպայման կտեղադրեմ YouTube-ում, կարող եք նայել։ Ձայնագրությունը անպայման կտեղադրեմ ու սրանից հետո ինչքան հանդիպենք, անպայման ձայնագրությունը YouTube-ում կլինի։ Դե ինչ, եկեք հարմարավետ տեղավորվենք ու փորձենք սեր ուղարկել։ Մինչև դուք տեղավորվեք, ես մի 2 հայտարարություն անեմ ու միշտ կանեմ, քանի որ ինքս ստեղծել եմ Մետա գիտակցական ակադեմիա, այսինքն բազմաշերտություն, սիրով բոլորին, ովքեր ցանկություն ունեն հպվել իրենց բարձրագույն ուժերին, իրենց արարչական աստվածային ճշմարտությանը, ովքեր ցանկություն ունեն իրենց իսկապես ճանաչելու և հզոր գործիքների տիրապետելու, հրավիրում եմ իմ ակադեմիայում սովորելու, մինչև վաղը ընդունում եմ առաջին կուրսի ուսանողներին, ապագա ակադեմիկոսներին, այնպես որ կարող եք դիմել, նույնիսկ անձնական կարող եք գրել, խնդիր չկա, համեցեք և մեր ակադեմիայում արդեն դասավանդվում է Human Design-ի կուրսերը, սկսել ենք մինի կուրսից, որպեսզի մարդիկ ուղղակի սկզբից փոքրիկ ինֆորմացիա ունենան մի փոքր իրենց անձնական քարտից, շատ կարևորում եմ այստեղ ստվերները,
Human design-ով մարդը կարող է ճանաչել իր ստվերները ու կոնկրետ ստվերների վրա աշխատել եւ չեմ դատարում կրկնել, որ ունենք ընդամենը 10 տարի ամբողջովին վերափոխվելու համար, բոլորս գնում ենք 6-րդ ցիվիլիզացիա եւ ոչ բոլորը ունեն հնարավորություն այդպես փոխակերպվելու։ Չգիտեմ ով ինչ կասի, սա իմ կարծիքն է, իմ ունեցած հնարավորությունն է, գիտելիքների հետևանքով ձեռք բերած, գիտելիքի հետևանքով ձեռք բերած, այնպես որ ընտրությունը ձերն է, դուք կարող եք թե իմ միջոցով, թե մյուսների միջոցով, բացարձակ դա կարևոր չէ, ամենակարևորը, որ սրտով ընտրեք այն մարդկանց, այն ուսուցիչներին, իրոք այն ուսուցիչներին, ովքեր որ ձեզ ճիշտ կուղորդեն դեպի ձեր իսկական եսը, դեպի ձեր ինքնությունը, հա? Այնպես որ փորձեք դա էլ ուսումնասիրել, ես չգիտեմ դեռ մինչև հիմա մեկին, որը որ սովորեցնում է human design-ի գաղտնիքները, ես ինքս սովորել եմ ու ուսումնասիրել եմ, սովորեցրել եմ իմ կուրսի աղջիկներին եւ հիմա մեր Նարինե Փափազյանը մինի կուրսը դասավանդում է շատ պարզ, շատ մատչելի ու հասանելի բոլորի համար։ Նախ առաջին հերթին ինքներդ ձեզ եք ճանաչում, իսկ հետո ավելի խորացված կուրսը կարող եք վերցնել եւ ունենալ մասնագիտություն որպես, ասենք մի 3 ամսվա ամբողջովին կուրսը յուրացնել եւ դառնալ մասնագետ, հատկապես այն կանայք, ովքեր որ հիմա գտնվում են շատ ծանր վիճակում ու չեն կարողանում ինչ որ կերպ գումար վաստակել։ Այնպես որ հրավիրում եմ։ Այսքանը գնացինք սեր ուղարկելու։ Նստում ենք հանգիստ, հնարավորության սահմաններում չենք խաչում մեր ոտքերը, ձեռքերը եւ կենտրոնանում ենք մեր վրա։ Մոտավորապես մարմինները ներկայացնելուց արդեն պատկերացրեք, որ դուք բարձր գիտակցություն եք։ Միանգամից ուղղակի ապրում եք այս մարմնում եւ ղեկավարում եք այս մարմինը։ Բայց մեր խնդիրն է ընկերանալ այս մարմնի հետ, լսել նրա բոլոր արձագանքները եւ միասին արարել այս նյութական գեղեցիկ ճկնաղ մոլորակի վրա։ Գնացինք։ Որը շունչ, արտաշունչ եւ մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք հիպոֆիզի վրա, գլխի կենտրոն։ Ու այնտեղ փոքրիկ պայծառ աստղ ենք վառում եւ այդ աստղը փորձում ենք ավելի մեծացնել։ Հնարավորության սահմաններում աստղը գնալով ավելի մեծանում է։ Տարածվելով ամբողջ գլխով մեկ, լուսավորելով, հարթեցնելով բոլոր անհարթությունները, եւ սկսում է մեծանալ։ Միանգամից մեծանում ենք։ Որպես գիտակցություն դուրս ենք գալիս մեր մարմնի սահմաններից եւ տարածում ենք։ Դառնում ենք մեր սենյակի չափ, մեծանում ենք ընդլայնվելով, դառնում ենք մեր տան չափսերին, նորից տարածվելով, մեծանալով դառնում ենք մեր շենքի, քաղաքի, երկրի, եւ մեծանալով արդեն տիեզերանավի բարձունքից կանգնում ենք երկիր մոլորակի վրա։
Ոտքերի թաթերը հպվում են երկիր մոլորակին։ Զգում ենք մեր ոտքերի տակ ամբողջովին մոլորակը։ Վերցնում ենք երկիր մոլորակի կենսական էներգիան, ակտիվացնում ենք մեր։ Հիմա ինչն ենք ակտիվացնում ենք մեր եթերային մարմինը։ Ակտիվացնում ենք և լցնում ենք մեր կենսական էներգիայով։ Հնարավորինս, եթե հնարավոր է, պատկերացնում եք, որ մտնում ենք մոլորակի ընդերքը, այն լավայից մաքրող հեղուկը վերցնում ենք և ամբողջովին անցկացնում ենք մեր մարմնով, չեզոքացնելով բոլոր բացասական էներգիաները։ Մտովի մաքրում ենք։ Որից հետո ուշադրությունը նորից գլխի կենտրոն, տիեզերքից վերցնում ենք տիեզերական, մաքուր, աստվածային, արարչական էներգիան։ Եվ այդ էներգիան արդեն ունի արծաթագույն, ոսկեգույն, բաց գույնի կապույտ, ամեն մեկի մոտ տարբեր է։ Վերցնում ենք տիեզերքից, անցկացնելով մեր մարմնի առանցքով կամ լցնելով մեր դաշտ անձրևի տեսքով, դուք արդեն համարյա բոլոր գործիքները ունեք, մի քանի անգամ մենք արդեն կրկնել ենք, հանգիստ լցրեք ձեր դաշտ, թողեք թող հանդարտվի, հանգստանա ու ներդաշնակվի։ Խորը շունչ, արտաշունչով արդեն մենք մեզ զգում ենք ներդաշնակված էակներ։ Հիմա ուշադրությունը կենտրոնացնում ենք մեր հոգուտանը, որտեղ որ գտնվում է աբսալյուտը։ Սկսում ենք անինվը պտտեցնել աբսալյուտի մաքուր էներգիան։ Մտքով պտտեցրեք ինչքան որ կարող եք։ Այդ աբսալյուտը պատկերացնում ենք կուժ, հալած ոսկիով լցված, այն շրջում ենք ներքև, այդ հալված ոսկին լցում է դեպի ձեր ոտքեր, ամբողջովին ներքևի մասը մարմնի, և նույն կերպ պտտեցնում ենք կուժը դեպի վերև, ու այդ ամբողջ հալած ոսկին լցվում է դեպի մինչև գլուխ, այսպես ամբողջովին ձեզ պատրաստելով հալած ոսկու մարդուկ։ Ակտիվացնում ենք մեր սրտի կենտրոնը։ Խորը շունչ, արտաշունչով ամեն րոպե, ամեն պահ, ինչքան պտտվում է այդ անիվը, այնքան մեր սրտակենտրոնը սկսում է ավելի շատ, լայն տարածվել ու ամբողջ մեր մարմնով տարածել այդ լույսը, այն համարվում է նաև սիրո էներգիա և այդ սերը անվերապահ սերն է, որտեղ ես քեզ սիրում եմ, անկախ այն ամենից դու ինձ սիրում ես թե ոչ, և սիրում եմ ինձ, նույնիսկ այն դեպքում, երբ դու ինձ չես սիրում։ Այս էներգիան փորձում ենք ակտիվացնում ենք և ուղարկում ենք մեր աջ ձեռքով, մեր կողքի կանգնած լույսիկին, հիմա բոլորս փորձում ենք շրջան կազմել ամբողջ երկրագնդի բոլորը, գեղեցիկ շրջան, ու ամեն մեկս ինչ-որ մեկի ձեռք ենք բռնում ու սրտակենտրոնից յուրաքանչյուրս մեր հերթին հանում ենք այդ արարչական էներգիան աջ ձեռքով ուղղորդում դեպի մեր կողքին կանգնած էակի ձախ ձեռքը և այդպես սիրուն, գեղեցիկ փոխանցում ենք ու սարքում ենք կամ կառուցում ենք լույսի շրջան։ Շղթայաձև, գեղեցիկ լույսի շրջան է ձևավորվում։ Կարծես մոլորակի հասարակածը ամբողջովին ոսկեգույն լույսով է տարածված կամ լցված։ Հիմա բոլորս հրավիրում ենք մեր բոլորի բարձրագույն ասպեկտներին, բարձրագույն ուժերին։ Երկրորդ շրջան կանգնեցնում ենք մեր բոլորի բարձրագույն ուժերին։ Արդեն գիտեք ում եք կանգնեցնելու,
Բոլորին հրավիրեք և նրանք երկրորդ լույսի շրջանն են կազմում։ Գեղեցիկ, սիրո էներգիան պտտվում է նրանց միջոցով մոլորակի շուրջը։ Եվ երրորդ շրջանում արդեն կանգնեցնում ենք այն բոլոր հոգիներին, ովքեր որ այս մեր արած աշխատանքը ձայնագրությամբ կկատարեն։ Բոլոր նրանց թույլ ենք տալիս, որպեսզի գեղեցիկ լույսի շրջան կազմեն։ Հիմա մտքով բոլորիս արարչական էներգիան դուրս ենք հանում մեր միջից ու գեղեցիկ բուրգի ցանց ենք կազմում երկիր մոլորակի շուրջ, վերին այդ կուպոլը, վերին մասը։ Մենք կենտրոնում ենք, կուպոլը ցանց ենք պատրաստում, արարչական լույսով լցված։ Հիմա բոլորս միասին մեր հայացքը, ուշադրությունը կենտրոնացնում ենք վերև և տիեզերքից տեսնում ենք, թե ինչպես մանուշակագույն լույսը ուղիղ իջնում է երկիր մոլորակի վրա ու այդ ցանցով տարածվում, անցնում է բոլորիս միջով, բոլոր շրջաններով և ներքևում ամբողջովին գրկում երկիր մոլորակը։ Այժմ մոլորակը ոսկեգույն և մանուշակագույն լույսերի մեջ է։ Գեղեցիկ մանուշակագույն ու ոսկեգույն լույսի ցանց է կազմվել մոլորակի շուրջ։ Խորշունչ արտաշունչով այդ լույսը ակտիվացնում ենք։ Խորշունչ արտաշունչով մանուշակագույն լույսը վերցնում ենք։ Բոլորս մեր միջով տարածում ենք։ Այսպես գեղեցիկ շրջան ու ցանց է կազմվում։ Հիմա միահամուռ սեր ենք ուղարկում մոլորակին։ Գեղեցիկ սեր ենք ուղարկում ու փորձում ենք այդ լույսով ամոքել բոլոր այն վերքերը, որտեղ որ մեր մոլորակի շուրջ կա։ Այն տեղերը, որտեղ որ մեր մոլորակը ցավ է զգում, որտեղ պատերազմներն են, որտեղ ցածր էներգիաներ կան, փորձում ենք այդ տեղերը մեր ցանցով ուղղակի բալանսի բերել։ Խորշունչ, արտաշունչ ու մենք զգում ենք այդ անվերապահ սերը ամբողջ մոլորակի համար և վայելում ենք այս պահը, որ բոլորս միասին մեկ ենք, ամբողջական ենք և բոլորս միասին կարողանում ենք գեղեցիկ սեր ուղարկել, անվերապահ սեր ուղարկել մեր մոլորակին։ Հենց ստացվեց, հիմա կամաց փորձում ենք հետ գալ։ Այդ մեծ վիճակից կամաց փորձում ենք փոքրանալ, ամեն շերտում շնորհակալություն ենք հայտնում մեր բարձրագույն ուժերին, ամեն շերտում շնորհակալություն ենք հայտնում մեր մասնակիցներին, բոլոր նրանց, ովքեր հետո կմասնակցեն, բոլոր նրանց, ովքեր այս պահին են մասնակցում։ Կարող եք մտքով շնորհակալություն հայտնել ձեր տոհմին, ձեր ուսուցիչներին, բոլոր նրանց, ովքեր մեծ դեր են ունեցել ձեր հոգևոր աճի ճանապարհին։ Եվ կամաց փոքրանալով իջնում ենք ֆիզիկական մարմին, ավելի ամուր ենք կանգնում, գետնին արդեն զգում ենք մեր թաթերը,
Զգում ենք մեր մարմնի բոլոր մասերը, և հնարավորության սահմաններում բացում ենք աչքերը։ Այսօրվա համար այսքանը, ավելի կարճ, ավելի կոմպակտ, ամեն անգամ կփորձենք տարբեր ձևերով սեր ուղարկել։ Շնորհակալություն եմ հայտնում ես էլ ձեզ բոլորիդ, ինձ վստահելու, այս 2 ժամը ինձ հետ անցկացնելու, ձեր էներգիան ինձ հետ կիսվելու, մեր այս գեղեցիկ փոխազդեցությունը, փոխհարաբերությունը միասին իրականացնելու և բոլորիդ մաղթում եմ հանգիստ, թեթև, լուսավոր, պատկերավոր, թեկուզ և խորհրդանշական երազներով ողողված բարի գիշեր, իսկ նրանց համարով, որտեղ որ նոր է օրը սկսվում, թեթև, հաճելի, պոզիտիվ, լավ օր։ Այսքանը հարազատներս, հուսով եմ, որ բոլորիդ մոտ ստացվեց, գրկում եմ բոլորիդ և սրանով ուզում եմ մեր եթերը ավարտել։ Շնորհակալ եմ բոլորիդ։